Եթե գնումը կատարելիս միակ չափորոշիչը դա գինն է, ապա այո, ավելի էժան կահույքը ավելի ձեռնտու ընտրություն է։ Արդեն 1.5 տարի է, ինչ ես զբաղվում եմ կահույքի արտադրությամբ։ Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ արդեն 10 տարուց ավել է, ինչ ես զբաղվում եմ սեղանի խաղերի արտադրությամբ։ Այս տարիների ընթացքում մենք արտադրել ենք շուկայում ամենապահանջված եւ ամենահետաքրքիր սեղանի խաղերի շատերը։ Մեր կազմակերպությունը անգամ հասցրել է արտադրել մանկական զարգացնող հաղորդաշար։ Վերջին 1 տարում սկսել ենք արտադրել նաև թղթե տոպրակներ, փաթեթավորված թղթեր եւ տուփեր։ Այս 10 տարիների ընթացքում միշտ գնահատվել է գաղափարը։ Մեր հաճախորդները որևէ ապրանք գնելիս երբեք չեն մտածել, որ իրենք գնում են պարզապես նյութը, առարկան։ Նրանք գնահատել են այն մտավոր ներուժը, որ դրված է խաղի մեջ։ Ես միշտ սովոր եմ եղել, որ թե հաճախորդը, թե գործընկերները հասկացել են, թե ինչ ենք մենք վաճառում եւ թե ինչու եւ ինչի հիման վրա է ձևավորվում այն ապրանքի գինը, որը մենք վաճառում ենք։ Բայց վերջին 1.5 տարին ամբողջությամբ փոխեց իմ պատկերացումը շուկայի եւ հաճախորդների մասին։ Պարզվեց, որ կահույքի ոլորտում շատ հաճախորդներ պատկերացնում են, որ մենք իրենց վաճառում ենք միայն նյութը։ Ապրանքի հաշվարկը իրենք ինքնուրույն կատարում են իրենց մեջ միայն մատերիալի տեսքով։ Եթե ստանդարտ մոդելների դեպքում այնպես ինչպես մեզ մոտ ապրանքի գինը կարող է լինել ավելի հասանելի, քան դուք պատկերացնում եք, ապա անհատական պատվերի դեպքում դա մի ամբողջ աշխատանք է։ Շատերը անգամ չեն էլ պատկերացնում, որ կահույքի բուն պատրաստման process-ը կարող է տևել ընդամենը 1 օր, տեղադրումը մի քանի ժամ, իսկ նրա նախագծումը, նյութերի ձեռքբերումը, ապրանքի հավաքման ամբողջ process-ը կարող է տևել շաբաթներ։ Սա այնպիսի ոլորտ է, երբ գնի հաշվարկը յուրաքանչյուր մասնագետի կամ կազմակերպության մոտ տարբերվում է։ Եթե գնումը կատարելիս միակ չափորոշիչը դա գինն է, ապա այո, ավելի էժան կահույքը ավելի ձեռնտու ընտրություն է։ Ասեմ ավելին, եթե անգամ մենք նախահաշվարկ ենք կատարել այլ գծագրի հիման վրա, միևնույն է մենք ստիպված ենք լինելու ինքներս չափագրել եւ ինքներս տալ վերջնահաշվարկը, որպեսզի դուք պատկերացնեք, թե ինչ է արժանալու ձեր կահույքը։ Այդ պատճառով մեզ մոտ կահույքի պատրաստման եւ նախագծման process-ները իրարից առանձնացված են։ Վերջնահաշվարկի տրամադրումից հետո միայն ձեր հաստատման դեպքում է, որ մենք սկսում ենք աշխատանքը։ Եթե պատվիրատուն պատվիրում է կահույքը, այդ գինը արդեն ներառված է լինում տվյալ կահույքի մեջ։ Իսկ եթե ոչ, մենք ձեզ ենք տրամադրում այն աշխատանքի արդյունքը, որը կատարել են մեր մասնագետները։ Իսկ եթե ձեր նախընտրությունը համեմատաբար մատչելի տարբերակն է, ապա կարող ենք ձեզ առաջարկել մեր ստանդարտ մոդելները, որոնք տեղադրված են մեր սոցիալական էջերում։